իրականում ոչ թե Հայաստանի օրվա իշխանությունները կեցվածք են դրսևորում Իրանի դեմ, այ ինչի մասին, ասենք, Իրանի նորանշանակ դեսպանը խոսում է, այլ կեցվածք են դրսևորում Դոնալդ Տրամպի մոտ։ Ասում են, այ դուք հիմա Իրանի դեմ եք հրապարակավ, շեֆ ջան, մենք էլ քո տուզիկը, պետք է այստեղ հավ-հավ կանենք Իրանի դեսպանատան մոտ։ ՆԱՏՕ, որ գալիս այստեղ մեր բանակը, ՆԱՏՕ-ի ստանդարտներով, իրանց հրահանգիչներով, ուսումնական կենտրոններով սարքվում են ինչի համար։ Բուրկինա Ֆասոյի դեմ է վաղը պատերազմելու, չէ, հաստատ։ Արդեն դա չէ որ թիրախը Ռուսաստանն է մի կողմից, երկրորդ թիրախը Իրանն է։ Երկիր մոլորակի վրա չկա օրինակ, որտեղ օկուպացիոն ռեժիմին ընտրություններ դուրս են դնում։ Որտեղ առնվազն իրենք ձեռնոցն են դել Աստծուն, 1, որտեղ մեր եկեղեցին Աստծուն մարմինն է 2, որ Աստծո որոշումը արդեն չի կարող բեկ անել 3, այսինքն վեհապար հայրապետը իր այդ կարգավիճակից չի կարող հրաժարական տալ։ Ինքը դրա իրավունքը չունի, որտեղ Սուրբ Հոգով օծած է, եւ Սուրբ Հոգու շնորհները վեհապար հայրապետին են տրված։ Մեր եկեղեցին Աստծո մարմինն է։ Հիմա սրանք ուզում են այդ մարմինը բաղդատել, բարև ձեզ։ Գլխի գալիքները չգիտեն, իրանք ու իրանք ծերունները, իրանք տեղը չեն բերում։ Աստծո դեմ ինչ ցույց բարձրացիր, այդ ցույցը ընկնելու ես։ Այդ ոչ միայն Փաշինյանը վերաբերում, այլև իր շրջապատին։